Ինչպես գիտեք, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կեղծ բնապահպանները փակեցին Արցախը սնուցող միակ ճանապարհը, դեպի Հայաստան տանող ճանապարհը, եւ Արցախը ամբողջությամբ շրջափակվեց։ Էլ չեմ ասում, ինչ այդ գազի անընդհատ գազը անընդհատ անջատում էին։ Եւ կային նաեւ դեպքեր, այդ գազի անջատման դեպքերից ասեմ, որ կային հատուկ միացնում էին, գազը տալիս էին իրենք գիշերվա ժամանակ, էդ էլի այն որ ասում հենց այնպես չէր։ Երբ լրիվությամբ Արցախը շրջափակվեց, դե բնականաբար մենք մեր մթերքները, այսինքն առաջին անհրաժեշտության պարագաները Հայաստանից էր գալիս, եւ երբ ամբողջությամբ շրջափակվեց, մենք սկսեցինք բավարարվել ինչ որ կար եղածով, այսինքն Արցախը սկսեց իր եղած ռեսուրսներով բավարարվել։ Առաջին ավարտվեցին իմ տանը, կոնկրետ ավարտեցին շաքարավազը, շատ քիչ քանակությամբ, քիչ, դե մենք արդեն չէինք օգտագործում, ես ու ամուսինս բացառվում էր ամիսներ շարունակ շաքարավազ օգտագործել կամ քաղցր օգտագործել, մենք չէինք օգտագործում, որովհետև ասում ենք, չէ, թող երեխաները իրենք են կարևորը։ Իմ երեխաները շատ պահանջկոտ չեն, այսինքն իրենք բավարարվում են նրանով, ինչ որ կա։ Կարևորը ճիշտ ներկայացնես երեխաներիդ։ Բացատրում էի, որ իրենք էլ գիտեին, որ բլոկադա է ու կարծես թե չէին էլ պահանջում։ Բարեբախտաբար մեր բանջարանոցում ելակ է աճեցնում ես եւ այդ քաղցրի պահանջները դրանով են փորձում լրացնել։ Ձեթի պարագայում ես ընտրում էի այնպիսի ճաշատեսակներ պատրաստել, որոնք շատ քիչ քանակությամբ ձեթ կտանեին եւ մեր ամբողջ ընտանիքը շատ է սիրում տապակած կարտոֆիլը, բայց այդ բլոկադայի ժամանակ բացառվում էր, որովհետեւ ինքը շատ ձեթ կտանի եւ պաշարել չունեինք։ Ալյուրն էլ էր ավարտվում, ալյուր էլ չկար արդեն, ես հաց էի թխում, տենց 1-2 թխում էի եւ ավարտվեց, մենք արդեն սկսեցինք հաց գնել, այդ ժամանակ արդեն հացը սկսեցին տալոնով տալ, առավոտյան կամ իմ ամուսինը, կամ իմ մեծ տղեն ժամը 5-ին ու իմ տղայի ու իմ ամուսնու նմանները ժամը 5-ին հերթ էին կանգնում, կարող է ժամը 12-ին 1-ին այդ մի հաց վերցրած կա, կամ կարող է դեպքեր կային, որ նույնիսկ առանց հաց էին գալիս։ Ավարտվում էր նաև այդ փակասների օգոստոսին արդեն այդ բանջարանոց ունեի եւ փակասների սեզոնն էր սկսվում եւ աղ չունեի, դե փակասներն էլ առանց աղ չի լինի, զորով հայթայթեցինք այդ բանի սառնամանիքային ժամանակահատվածում, որ ճանապարհներին ցանում են այդ սև գույնի չմշակված աղը եւ ես զորով մի քանի կիլոգրամ դրանից կարողացա հայթայթել ու վերամշակեցի, այդ էլ սովորեցի ու առանց այն որ ասում միշտ ուղեղում մտածում էի, այս մի մթերքը եթե ավարտվի, ես ինչով կփոխարինեմ։ Ամենացավոտ հարցը հիգիենայի պարագաներն էր, լվացքի փոշիկ, օճառ, դրանք էլ էին արդեն ավարտվել եւ ասենք լվացքանելը ես էլ բազմազավակ մեր ընտանիքն էլ բազմանդամ է եւ արդեն այդ լվացքի խնդիրներ կար, այդ հիգիենայի պահպանման խնդիրներ կար, դրա համար էլի դրան էլ էի փորձում լուծում գտնել, հիշում էի, որ մեր տատիկները այն ժամանակ դեռևս երբես այդ օճառները կամ լվացքի փոշիները չկար, ինչից էին օճառ եփում եւ արդեն ռեցեպտն էի սկսում պրպտել, ինչպես անեմ, ինչպես եփեմ, այդ հարցն էլ լուծենք, կարևորը ոչինչ, այս ամեն ինչը կավարտվի, Աստված տեսնում է այս դժվարությունները, սա փորձություն է եւ մենք այս փորձությունները հաղթահարելով մենք մեր առաջ որ ասում կանաչ լույս կբացվի։
Եվ երեխաներին էլ է այդ անընդհատ մեծերին էլ է այդ ասում իմ երեխաներին, որ ոչինչ դիմակայենք, հետո լավ է լինելու, երևի աշխարհը մեր ձայնը կլսի եւ այն որ ասма կուր չի լինի, էլի։ Բայց ցավոք սրտի իմ սպասումները չարդարացան։ Ես պատրաստ էի ցանկացած դժվարության, նույնիսկ այն որ ասման մի 4 կտոր հաց ուտեի, իմանայի որ X ժամանակից հետո կբացվի ու նորմալ կլինի։ Նույնիսկ մտածում էի ցորենի հանգած եթե բան չլինի, եթե այլուր չլինի, այդ մեր հավերի համար ցորեն էինք առել դեռ վաղուց։ Ասում էի ցորենը կցանեմ այդ եղած բանով, այդ ցորենով ինչ որ առաջ էին էլի այդ մենք արկանք ենք ասում, այդ արկանքով ալյուր էին անում, ասում էի ոչինչ բանը դրանով կանենք։ Այսինքն ամեն ինչին լուծում էի փնտրում, երբ երեխաները ինչ որ քաղցրավենիք էին ուզում, ես մեր տանը բանում, այդ մուրաբայի բանով, մուրաբաներով էի այդ քաղցրավենիքը պատրաստում, այնքան որ այդ քաղցրի պակասը փոքր ինչ լրացնեին։ Աշխատանքի գնում էինք ոտքով, սեպտեմբերին գնում էինք ոտքով, 4 կիլոմետր ոտքով ճանապարհ էի գնում, հետո տուն էի գալիս, ճիշտ է արդեն թուլացած էինք, որովհետև իրոք որ լիարժեք չէինք սնվում, հաճախակի էինք լսում, հաճախակի էի այդ աշակերտների մոտ նկատվում այդ թուլությունը, գլխապտույտները, բայց դե ասում ենք ոչինչ, էդ էլ կդիմանանք, ես ասում էի իմ աշակերտներին, իմ երեխաներին անընդհատ էդ էի ասում, հանուն մեր ծննդավայրի, հանուն մեր Արցախի, մեծ բան ենք անում յանիմ, որ ասենք քաղցր չենք ուտում, բայց այդքան տղաները գնացել են, զոհվել են, մենք էս ինչ զոհողություն է, ինչի հետ ենք համեմատում։ Եվ այդ անընդհատ էդ է, իմ ուղեղում էլ էր էդ, որ 18-19 տարեկանները գնացին, ես յանիմ ես ինչ մեծ զոհողություններ եմ անում։ Սեպտեմբերի 19-ին ես Խնապատ գյուղում էի, դպրոցում, Խնապատի միջնակարգ դպրոցում, 8-րդ դասարանում էի, երբ լսվեց առաջին պայթյունները։ Սկզբում ընդունեցինք, որ լավ, ռուսներն են երևի, ինչ որ զինվարժություն էին անում, փորձեցինք եւ ես փորձեցի աշակերտներին հանգստացնել եւ իրենք էլ իրենց փորձեցին հանգստացնել, հետո արդեն տեսանք, որ չէ, արդեն ավելի արագ է այդ պայթյունները լսվում ու ավելի մոտ են լսվում, ու հետո մեր փոխտնօրենը եկավ եւ սաղին տարհանեցինք, այսինքն աշակերտներին բոլորին հանեցինք ու տարանք նկուղ։ Ու դրանից հետո այդ ժամանակ ես զանգեցի ամուսնուս եւ տեսնեմ իմ երեխաները որտեղ են։ Մի պահ կար, որ աղջկաս տեղը չգիտեինք, որովհետև այդ վախից ինքը ճանապարհին տուն գնալու ճանապարհին էր, աղջիկս այդ վախից իրեն կորցրել էր եւ ճանապարհի հենց տեսան աղջկաս ու հարևաններից մեկը տարավ իր տունը, մինչև որ երբ արդեն մի փոքր ինչ հնարավորություն եղավ, արդեն ամուսինս եկավ աղջկան տարավ նկուղը։ Տղաս նոր էր գնացել, առաջին օրն էր, մանկապարտեզի առաջին օրն էր, մանկապարտեզն էլ ուշ սկսվեց, որովհետև սննդի խնդիր կար, ուշ սկսվեց, առաջին օրն էր, գնաց անմիջապես մանկապարտեզից էլ տղայիս վերցրեց ու այդպես ես էլ հələ Խնապատի նկուղում էի, դպրոցի նկուղում էի։ Թե ժամանակ ինչ կատարվեց, ինչպիսին էր երեխաների վիճակը նկարագրել չեմ կարող բառերով ներկայացնել, որովհետև իրենք արդեն տեսել էին այդ ամեն ինչը եւ իրենք նորից այդ ամեն ինչի միջով նորից անցան ու իրանց այդ լացի ձայները, այդ վախը, իրանց այդ դողը
երբեք չեմ մոռանա։ Հետո ես ու մեկ էլ Ասկերանից էլի ուսուցիչներ կայինք, ոտքով շարժվեցինք դեպի Ասկերան քաղաք ու ճանապարհին կես ճանապարհը անցած արդեն բախտներս բերեց ավտոմեքենայով հասանք Ասկերան։ Երբ արդեն որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ դուրս եկեք նկուղներից, ռուսները դպրոցի մոտ սպասում են եւ ռուսները կտանեն Ստեփանակերտի օդանավակայանը։ Գնացինք օդանավակայան, մի օր մնացինք այնտեղ ու արդեն այդ ժամանակ բոլոր գյուղերից, մեր Ասկերանի հարակից գյուղերից ավտոբուսներով, ռուսների միջոցով եկան օդանավակայան։ Այդ օդանավակայանում թե ինչ էր վիճակը, էլի ասեմ, որ չեմ կարող նկարագրել, ծեր մարդկանց այդ անօգնական վիճակը, երեխաների այդ վախը, ծնողների այդ լացը, հետո լսվում էր մահագուժներ, ու այդ քարացած դեմքերը դրանք անմոռանալի են։ Այդ մի գիշերը մենք մնացինք օդանավակայանում, թե ինչ սանիտարական վիճակ էր, այդ էլ չեմ կարող նկարագրել։ Հաջորդ օրը արդեն ավարտվեց պատերազմը, եթե կարելի այդպես ավարտվել ասել, ու մենք բնականաբար Ասկերան չէինք կարողանում, որովհետև ասել էին, որ դիվերսանտներ կան եւ մենք վախենում էինք վերադառնալ։ Գնացինք Ստեփանակերտ։ Մի երկու օր Ստեփանակերտ մնալուց հետո եկանք նորից Ասկերան մեր տունը։